Տիկին Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար եւ այսպես օրը բացվել է, անկեղծ ասած ուրախ ենք, որ Վահան դեպքի մասին չենք լսել բանակում։ Ես խնդրեմ ես աղետալի ցուցանիշին անդրադառնանք, ներողություն իհարկե, ինչ ցուցանիշ, իրողություն է սա։ Պարզապես արդեն նոր ասում են հաշիվներ ենք կորցրել, չգիտես որ թիվը ասես, որովհետեւ մահ եւ այն պահի, երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից փորձում է մաքրել Սուրեն Պապիկյանին, իսկ ազգային ժողովի բակում Սուրեն Պապիկյանը ասում է, ինչ մեղավոր է ՊՆ նախարարը, ինչ մեղավոր է ԳՇՊ-ը, նույն պահին նոր մահ է արձանագրվում։ Խնդրեմ։ Շնորհակալություն, նախ ուզում եմ ցավակցել մեր զինվորների հարազատներին, ծնողներին, ինչու՞ չէ նաև մեր ժողովրդին։ Վերջին շրջանում աղետալի սարսափելի մահերը ցավոք բանակում ահագնացել են։ Դրանք Սուրեն Պապիկյանը 1-2 օր առաջ անվանեց խտացված իրադարձություն։ Ես ուզում եմ Սուրեն Պապիկյանին հորդորել, որ դրանք ցավոտ դեպքեր են, ամեն ընտանիքի համար լույս, ջրակ, բայց դուք ճիշտ նշեցիք, այո, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը նախ ազգային ժողովի ամբիոնից թե խորհրդարանում, ճեպազրույցի ժամանակ։ Միանգամից ասաց, որ դե մենք բազմիցս ենք ասել, այդ մեքենաները չպիտի շահագործվեն, ախր դրանք պիտի վաղուց դուրս գային, շարքից դուրս եկած մեքենաներ են։ Միանգամից սլաքի ուղղությունը գնաց դեպի վարորդը։ ՊՆ-ն հերքեց, որ զինվորները եղել են հակագազով։ Իսկ ինչ էր ասում 19-ամյա զինվորի մայրը, ասում էր, որ դեմքին անգամ հակագազի տեղերը կար։ Այսինքն, եթե մեր տղաները չլինեին հակագազով, եւ զոհ չէինք ունենա, եւ վիրավոր չէինք ունենա, որովհետեւ հակագազով նրանք ուղակի չեն կարողացել իրենց տարածքը տեսնել, ուղակի դիմացն են տեսել, ինչի հետևանքով եղել է այս աղետը։ Ցավոք, ես լսում էի ծնողների պատմությունը, իրենք 6 օր անցել էր, նույնիսկ չկար կալանավորված մարդ։ Միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո այնտեղ մեկ անձի կալանավորում տեղի ունեցավ։ Սա խոսում է ինչի մասին, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է որոշում, ով է մեղավոր, ով անմեղ, ում ձերբակալեն, ում չձերբակալեն։ Ես վստահ եմ, եթե ծնողը հրաժարվեր խոսելուց, այդ մեկ ձերբակալությունն էլ չէր լինի։ Եվ այստեղ երկրորդ սարսափելի խոսույթն է գալիս, որ ինչ են ասում են Նիկոլ Փաշինյանը ասում է, որքան շատ ենք խոսում այդ մահերի մասին, ինքնասպանությունների մասին, մենք ակամայից ազդում ենք զինվորների բարոյահոգեբանության վրա։ Հետո դա կրկնում է Սուրեն Պապիկյանը։ Այսինքն իրենք նաև ուզում են լռեցնել ծնողներին, հասարակությանը, ասելով, որ մահերի մասին չփորձեք խոսել, այ հաջորդ դեպքը բերելու ենք, ասենք, որ դրա մեղավորը դուք եք, որովհետև դուք եք խոսել դրա մասին։ Դուք ազդել եք բարոյահոգեբանական վիճակի վրա զինվորի, դրա համար էլ ինքը գնացել է ինքնասպան է եղել։ Կոծկելով ամեն ինչ, Նիկոլ Փաշինյանը ուզում է ամենադաժան, ամենասարսափելի իրողությունների դատավորը կարգել հենց իրեն։ Մինչդեռ ես կարծում եմ, որ սրա բանակում տեղի ունեցող այս ողբերգական մահերի թիվ 1 պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանն է նշանակել պաշտպանության նախարարին եւ նրանց երկուսի ձեռքով բանակը վերջին շրջանում եւ վերջին տարիներին գոնե պրոֆեսիոնալ կադրերից ձերբազատվել է։ Երեք ես լսում էի, ասում են, որ այո, բանակը այսօր ունի պրոֆեսիոնալ սպայական կազմի կարիք։ Ինչու ունի, որովհետև պրոֆեսիոնալ սպայակազմին դուք բանակից դուրս եք արել։
Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ամեն օր տվյալ երկրի ղեկավարը խոսի խաղաղության մասին, անվտանգության մասին եւ ամեն օր շաբաթը 2-3 անգամ գոնե բանակից զինվորի, այն էլ 18-19 տարեկան զինվորի բանակից չիջեցվի։ Ես երեք նայում էի վթարի ենթարկված զինվորի հոր, լսում էի այդ հեկեկոցը, բարձր այդ հեկեկոցը, ուզում եմ հասկանամ, փառավորվում է ձեր հոգին, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, փառավորվում է ձեր հոգին։ Սա ձեր վատ աշխատանքի, ձեր չաշխատանքի արդյունքն է, եւ նրա արդյունքը, որ այս երկրում իրական մեղավորները չեն պատժվում, եւ մենք ունենում ենք այն, ինչ ունենք այսօր մեր զինված ուժերում։ Բայց սրան զուգահեռ ազգային ժողովի ամբիոնից շարունակում է, այսպես ասենք, դատախազության ուղիղ հրահանգներ տալ, նույն պահին է, ողբերգությունը այդտեղ է, որ բանակում հերթական մահն է արձանագրվում, չկա որևէ խոսք, ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի Պապիկյանը, գլխավոր շտաբի պետը, բայց աջուձախ ծեփելու են, բզազնելու են, խնդրեմ։ Տեսեք, մենք ունենք զոհ, ես երեք մի տեսանյութ էի լսում, այդ նույն գյուղից, որտեղ ապրում էր զինվորի ընտանիքը, հարևանը հետաքրքիր մի բան ասաց, իմ երեխան եկավ ու ասաց, մամ, ծնունդս է, բայց չեն կանի, չէ, որովհետև զինվոր է մահացել։ Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր մահերը, ողբերգությունները համեմում է իր նախաձեռնած խրախճանքներով։ Նույն օրը, երբ որ զինվորի մահվան մասին լուրը լսվել էր, դին-դերտում չէր հասել, ինքը մի քիչ այդ զորամասի հարևանությամբ մեծ խրախճանք ֆեստիվալ անունով անհասկանալի մեծ խրախճանք էր իրականացնում։ Ինձ թվում է, պահի տակ ես ուզում եմ մտածեմ, իսկապես փառավորվում է ձեր հոգին հայի արյունից։ Եվ որևէ մեկ գոնե այդ խրախճանքին մասնակցելուց առաջ գոնե ասեր ցավակցում եմ այսօր մեզանից կիլոմետր հեռու ցավալի դեպք է տեղի ունեցել, ուզում եմ ցավակցել։ Ինչպես կարելի է դուք ընտանիքին թողնում եք իր վշտի, ցավի, խնդրի հետ միասին, ես ինչու եմ պարբերաբար դիմում Աննա Հակոբյանին ասելով, այ որ դուք ասում եք խոշտանգված կանայք, Աննա Հակոբյան, դուք այս շաբաթ քանի ընտանիքի մայր, կնոջ խոշտանգեցիք, ձեր ընտանիքը, ձեր ամուսնու ղեկավարած երկրում քանի ընտանիք է խոշտանգվում։ Տեսեք, զինվորի մայրը ասում էր ինձ ոչ ոք չի այցելել։ Թե դուք մտածում եք խոշտանգված կանայք պետք է ձեզ այցելեն։ Այցելեք մի հատ լսեք այդ կանանց։ Տեսեք ձեր մասին, ձեր ընտանիքի, ձեր ամուսնու, նրա ղեկավարած երկրի մասին, լսեք, խոշտանգվում են այդ մարդիկ։ Հիմա դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էտապում էր ասում ծեփելու եմ, կզծնելու եմ, բերդ եմ նստացնելու։ Ինչ է Ռոբերտ Քոչարյանի մասին նախընտրական շրջանում չէր ասում, Ռոբերտ Քոչարյան դու բերդ ես նստելու։ Սա նորություն չէր, չէ՞, մենք գիտեինք, որ եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ մյուս ընդդիմախոսները այսպես քիչ-քիչ բերդ են նստելու։ Ես ուղղակի ուզում եմ այն խրախճանք ապրող մեր հայրենակիցներին դիմեմ։ Իսկապես ձեզ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը այդ որ ասում է թալանը հետ են բերելու, սենց լավ ասեց այսօր մեկը, հա, մի հատ Toyota ձեզ, մի հատ չգիտեմ ինչ ձեզ է նվիրելու։ Եթե նույնիսկ այս ամբողջ թալանը, ինչն իրականում եղել է բոլոր իշխանությունների ժամանակ, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ, եթե հետ է բերվում, դա հետ է բերվում կառավարության ներքո։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասեց, որ կառավարությունը ես եմ։ Այսինքն ինչ որ մեկից ինչ որ բան խլվում է, դա ուղիղ գծով մտնում է Նիկոլ Փաշինյանի տիրապետության տակ։ Դուք ինչի եք հրճվում։ Դուք ինչի եք հրճվում, որ ինչ որ մեկից ինչ որ բան է հետ վերադարձվելու։ Ռոբերտ Քոչարյանը սա արդեն 4-րդ անգամն է կալանավորվում։
Ինչ է, դուք 8 տարում հնարավորություն չունեցաք այդ հարցը լուծելու։ Ամեն ընտրությունից առաջ մարդկանց կերակրում եք դրանով, ամեն ընտրությունից հետո, երբ որ հող եք հանձնում, մարդկանց կերակրում եք դրանով։ Դե սա խայտառակություն է։ Ես ուզում եմ հիմա դիմել Ֆրանսիայի դեսպանին, գնում է, լավ ես անում, գնում ես, գնա մի հատ Մակրոնի հետ նստի խոսի, ասա այս երկրում այսպիսի խայտառակություններ են տեղի ունենում, դու այն դեսպանն էիր, որին մենք 3 տարի անհետ կորածների ծնողներով փորձեցինք մոտենալ, այդպես էլ չկարողացանք։ Հիմա այնպես մի ձեռքդ սեղմում է Պապիկյան, այս մեկը, այն մեկը քեզ բարի ճանապարհ են մաղթում։ Գնալու ես քո երկիր ինչ պատմես։ Ինչ երկրի եք տանում ԵՄ անդամ դարձնելու կամ ԵՄ թեկնածու դարձնելու, ինչ ես պատմելու, որտեղ դատախազը մեկ մարդ է, դատավորը մեկ մարդ է, կառավարությունը մեկ մարդ է, բռնողը մեկ մարդ է, հրահանգ տվողը մեկ մարդ է, գնալու եք ասեք, թե գնալու եք մի հաջորդ երկիր այս երկրի փորձը տանեք, ինչ եք անելու։ Դիմում եմ Եվրամիության գրասենյակին, Միացյալ Նահանգների դեսպանատուն, ձեր երկրում այսպես եք դուք վարվում, ձեր երկրի ընդդիմախոսների հետ այսպես եք դուք, այսպես է ձեզ մոտ ժողովրդավարության արժեհամակարգը։ Ասենք երեկ էլ մի դատախազությունը, Ծառուկյանի տունը, տան հողամասի աճուրդը, լավ գժվել եք դուք, լավ էս ինչ եք անում։ Էս ինչ եք անում։ Էս ինչ ողբերգության մեջ ենք ապրում։ Այնպես էլ մի ազգային ժողովի ամբիոնից մատաթափ տալիս ասում է, բախի ես միլիոնատեր չեմ։ Կգա մի իշխանություն, ձեզանից հետո գալու է իշխանություն կամ մինչև ձեր 31 թիվը ես վստահ եմ կամ գոնե մեծ ցանկություն ունեմ կգա մի իշխանություն եւ չեմ բացառում որ պարզի այո Նիկոլ Փաշինյան դուք միլիոնատեր չեք դուք միլիարդատեր եք չեմ բացառում ես դա ես այսօր կարդում եմ մինչեւ ձեր աղջիկների մանիկյուր ու պիծիկյուրն եք դուք կառավարը մեր հարկերից ձեր աղջիկները գնում են պիծիկյուր ու մանիկյուր անելու դրա համար եք ամեն օր քնում արթնանում եք հարկ եք բարձրացնում Խորհրդարանում այդքան խոսվեց ձեր թալանի մասին։ Ես երեք կարդում էի մի ԿՊ-ական կուսակցականի մասին, ով հանցագործության մասին, Երևանի քաղաքապետի մասով, փողերի լվացման մասին դատախազություն հայցադիմում է ներկայացրել։ Ձեր կուսակիցը, որը աշխատել է Երևանի քաղաքապետարանում, դա էլ հոնդիմությունը չի։ 34 էջանոց հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Բա մի քանի էջել ներկայացվեց խորհրդարանի ամբիոնց։ Այդ ձեր, բա ինչի՞ չեք գնում ասֆալտին ծեփում, բա ինչի՞ չեք կզացնում։ Թե ձերոնց կարելի է այսօր լափել, տանել, թալանել։ Այսօր լսում եմ մի падգամավորի, որ բոլոր նախագահների օրոք падգամավոր է եղել, քաղաքապետ է եղել, այսօր եկել ասում է 2008-ին սենց արվեց, 2000 Իսեր Աստծո։ Մի հատ տեսեք հիմա ձեր բիզնեսները փողոցներ են։ Մի ամբողջ փողոց ձեր բիզնեսներն ա եկել եք կառավարության խորհրդարանի ամբիոնից։ Էս ինչի մասին եք խոսում։ Բա ձեր ղեկավարը արդեն 8 տարի իշխանության է։ Նաիրի Հունանյանի մոտ Արման Բաբաջանյան էր ուղարկում, բա ինչի չի գնում մի հատ։ Ինչի չի վերաբացում գործը։ Դուք ուզեցիք ինքը չվերաբացեց։ Կամ ինչի մարտի 1-ից հիմա ծպտուն չկա։ Թե ամեն զոհ հետ քանի $1000 արժեր։ Բա ձեր իշխանությունը ձեր ձեռքին է, բա բացեք այդ գործերը։ Սենց ջուր ծեծելով, դուք սենց դուք հիմա մտածեք ձեր բիզնեսները, ձեր թալանածը ոնց եք, իսկապես ոնց եք տեր կանգնելու դրան։ Ռուսաստանից ցինիկ որակումը տվեցին Հայաստանի քաղաքականությանը։ Հայաստանը վարում է կեղծ քաղաքականություն եւ խաբում է ԵԱՏՄ-ի գործընկերներին։ Ստանում է կազմակերպությանը մասնակցելուց արտոնություններ, բայց մտադրություն ունի միանալ Եվրոպական միությանը։ Հայտնել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վալոդինը։ Կխնդրեմ այս հայտարարությանը եւ նույն օրն էլ այսպես խոսեց, որ Տիգրանաշենը հանձնում եմ եւ այո, ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ դուրս հանի։ Խնդրեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը գոհ կլինի, որ ՀԱՊԿ-ը իրեն դուրս հանի, ինչու դիմում չի գրում ՀԱՊԿ-ին։ Չէ, հարց, ինչու դիմում չեք գրում ՀԱՊԿ-ին։
Հարց եմ ուղղում։ Մտածում եք, որ ՀԱՊԿ ձեզ չի ճանաչում Հայաստանի իշխանություն, դրա համար չեք գրում։ Ձեզ չեն ճանաչել, չեն շնորհավորել։ Մտածում եք դրա համար չեք գրում։ Ինչի չեք գրում, պարզ հարց։ Հետ ասում է ռազմաբազան կհանեմ, ես կանեմ, են կան, բա ինչի չեք հանում։ Իսկ կարող է դրա համար հələ ձեզ կոնկրետ ասվել է, բայց հրահանգ չի իջեցվել այլ երկրների կողմից, օրինակ Թուրքիայի։ Իսկ կարող է Թուրքիան դեռ ուզում է դուք սենց զվաղված մնաք։ Այդ ամեն ինչ Թուրքիայի հետ ճշտում եք, Ադրբեջանի հետ ուղիղ կապ զանգեցի, այսօր հեռախոսազրույց ունեցա Իլհամ Ալիևի հետ։ Բա ինչի չեք անում, ում եք սպասում։ Դուք ինքներդ գրեք, դե ցինիկ չգիտեմ, ես մի բան եմ հասկանում, որ իսկապես կարող է մի օր պարզվի, որ Հայաստանի կառավարիչը այս տարիների Նիկոլ Փաշինյանը չի եղել։ Նիկոլ Փաշինյանը եղել է դատավորը, ծեփելով սրան նրան, մնացած կոնկրետ հարցերը լուծել են այլ երկրների ղեկավարներ։ Չենք չէ բացառում, որ կարող է այդպիսի բան պարզվել, բացահայտվել։ Այլապես դե դուրս ես գալիս, դուրս արի։ Այդ կառույցը ասում ես մեռավ, սատ կա, ավել չգիտես ինչ, համ էլ գնում եք վազելով ընդեղ ասում եք, հա, կարող է մի երկու կտոր ապրանք թողեք բերենք։ Լավ, ասենք այս տարի Եմեն ձեզ մի երկու ապրանքի են, որ ասում էին Խանջան գյուղի բնակիչներին գործարանատիրոջը կանչել են, նա էլ գնացել է, ասել են առես սուբսիդիան այդ վերցրու սոկ արա, հյութ արա դեղցը, հետո դեղցը որտեղ եք, այդ հյութը որտեղ եք սպառելու։ Լավ, ասենք այս տարի ձեզ 2 կոպեկ էլ տվեցին, այդ սուբսիդավորեցիք, կամ ես չգիտեմ, պարտք եք վերցնում, գուցե մեր հաշվին սուբսիդավորում եք, որպեսզի ձեր աթոռը երկար պահեք, որպեսզի այդ սոցիալական բունտը չլինի։ Բա հետո ինչ եք անելու, բա որ ձմռանը գազն էլ թանկացավ, այդ ժամանակ ինչ եք անելու, ոնց ենք անելու։ Հեսա Մակրոնին հաշված ժամանակա չէ մնացել, գնալու է այդ տղան։ Ինչ եք անելու էլի, ոնց ենք անելու, այս երկիրը ոնց ենք պահելու, այս երկիրը դարձրել եք որփի գլուխ, ով գալիս խուզում է, ով գալիս, բանը, ասում էր, այս քարտեզը, այս սա, այս են, ամեն անգամ ձեզանից նոր բան ենք լսում, հեսա խուզելու ենք այս կտորը, խուզելու ենք են տակի կտորը, վերևի կտորը, աչը, ձախը, Բա եթե դուք եք այս երկիրը ղեկավարում, ես լսում էի կառավարության հաշվետվություն, կառավարության ծրագիրը, գիտեք ինչ տարօրինակ զգացում ունեցա, ինձ թվում էր, թե Իլհամ Ալիևը ներկայացնում է իր կառավարության ծրագիրը եւ այնտեղ մեջը կար Հայաստանին պարտադրվելիք մի քանի կետեր։ Օրինակ Իլհամ Ալիևը ասում էր հրաժարվում եք ցեղասպանությունից, ձեր անկախության հռչակագրից, փոխում եք ձեր սահմանադրությունը, ոչնչացնում եք ձեր կրոնը, հոգևոր արժեքները, ձեր մշակույթը։ Ինձ մոտ տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանի ձայնով Իլհամ Ալիևը մեզ ներկայացնում էր Ադրբեջանի կառավարության ծրագիրը։ Ես տեսել եմ պարտված Իլհամ Ալիևին 30 տարի։ Ես չեմ լսել նման բան։ Ես չեմ լսել, որ պարտված Իլհամ Ալիևը որևէ անգամ կանգներ իր պահանջատիրությունից հետ։ Արցախից հետ կանգներ, ազատագրված տարածքներից հետ կանգներ։ Ես հիմա տեսնում եմ հաղթած Իլհամ Ալիևին, որ ասում է Երևանը դա Երևան է։ Մարդիկ նույնիսկ պարտությունը կարողանում են արժանապատվորեն տանել։ Ես դրա համար եմ ասում, իսկ գուցե գա մի ժամանակ, ու մենք մեզ համար պարզենք, որ այս 8 կամ 9 տարիները Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չի կառավարել։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը մարզպետ է նշանակել, դպրոցի տնօրեն,
գյուղապետ է հանել, քաղաքապետի է հանել, իսկ ընդհանուր գլոբալ հարցերը նրա փոխարեն գուցե որոշել են ուրիշները։ Գուցե չէ, պես էլ կա եւ ըստ էության արդեն հենց ազգային ժողովից բաց ասած, ինչու է դրել Բեհարդար Հայրապետին հեռացնելու հարցը, Արցախի մասին հիշատակում է աղոթքներում պատերազմի ժամանակ եւ ինքը հայ առաքելական եկեղեցին որակեց որպես պատերազմի քարոզչական ինստիտուտ։ Ես այդպես չեմ կարծում, որ Արցախ բառը ասելուց ինքը տենց դիվահարվեց, ինքը դիվահարվեց այն ժամանակ եկեղեցու նկատմամբ, երբ որ Փաշազադեն կոնկրետ հայտարարեց։ Հիմա մենք ինչի ենք գալիս նրան, թե այսօր ինչ ասեց։ Մենք հստակ գիտենք, որ դա եկավ Ադրբեջանից եւ Ադրբեջանն էլ հրահանգեց եկեղեցու դեմ կռիվ տալ։ Եվ ամբողջ խնդիրը, ամբողջ ցավը գիտեք որն է, որ Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական ծրագրում շատ բաց ասել էր, որ ինքը արշավելու է եկեղեցու դեմ։ Բացահայտ ասել էր, որ հանձնելու է, դեռ 21 թվին ասել էր, որ հանձնելու է Տիգրանաշենը։ Ես այսօր լսում եմ Սևակ Խաչատրյանին Տիգրանաշենի մասին խոսելիս, այստեղ գալուց, ասում է դե երբ որ բերեն նախագիծը արդեն, այն ժամանակ մանրամասն կքննարկենք։ Երբ որ բերեն նախագիծը, ձեզ քննարկելու ժամանակ չեն, այսպես մի ճտտոցով Տիգրանաշենը օտարելու են։ Ինչ է նշանակում, երբ որ բերեն նախագիծը։ Ես հիմա նույնիսկ տեսնում եմ, ասենք, լրագրողներ են գնում Տիգրանաշեն եւ այլն։ Ես ինձանից սկսած մեղադրում եմ մեզ բոլորիս։ Մենք քանի անգամ ենք այս 6-7 տարվա ընթացքում գնացել Տիգրանաշեն, հարցրել Տիգրանաշենցու հալը, ինչպես է ապրում, ինչ խնդիրներ ունի, ու բերել ենք այդ խնդիրները մտցրել ազգային ժողով, դարձրել օրակարգ։ Չենք արել մենք։ Հիմա էլ այնտեղից ասում ենք ամբիոնց, դե սպասենք, թող բերենք քննարկման, մենք մանրամասն մենք ինքներս Նիկոլ Փաշինյանին ուժեղացնում ենք, դրսից Նիկոլ Փաշինյանին ուժեղացնում են եւ ունենք այսօր այս ցավոտ իրավիճակը, ինչը որ ունենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։